Դոնալդ Թրամփը նոր հետաքրքրություն ունի, այս անգամ Պենտագոնն ու պետական այլ կառույցներ հատուկ առաջադրանք են ստացել, որի բովանդակությունը կարդում ենք ԱՄՆ նախագահի սոցիալական ցանցում։ Սկսել այլմոլորակային եւ այլմոլորակային կյանքի, չբացահայտված օդային երևույթների եւ չբացահայտված թռչող օբյեկտների վերաբերյալ կառավարման ֆայլերի նույնականացման եւ հրապարակման գործընթաց։ Այլմոլորակայինները ԱՄՆ նախագահի հատուկ ուշադրությանն են արժանացել վերջին շաբաթվա ընթացքում։ Ամեն ինչ սկսվեց Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարակ Օբամայի մի հարցազրույցից։ Նա Թայլեր Քոհենի փոդքասթի հյուրն էր եւ բարեհաջող հասել էր Բլիթ հարցերի փուլ։ Հենց այս этаպում հնչեց առաջին հայացքից պարզ, բայց լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրած այլմոլորակայիններ կան հարցի պատասխանը։ Are aliens real? Կան, բայց ես նրանց չեմ տեսել։ Նրանք չեն պահվում 51-րդ տարածքում։ Այդպիսի ստորգետնյա կառույց չկա, եթե իհարկե չկա հսկայական դավադրություն, եւ նրանք այն չեն թաքցրել Միացյալ Նահանգների նախագահից։ Օբամայի այս հայտարարությանը ամենաբարձր մակարդակով արձագանքողը Դոնալդ Թրամփն էր։ Մեղադրանքը հակիրճ էր, նախկին նախագահը գաղտնի տեղեկություն է բացահայտել։ Air Force One օդանավում լրագրողների հետ զրույցում նախագահը հայտարարեց. Նա չպետք է դա աներ, նա մեծ սխալ է թույլ տվել, ես չգիտեմ այլմոլորակայինները իրական են, թե ոչ։ Բարձրացված աղմուկը ստիպեց ինստագրամյան անդրադարձ կատարել նաև Բարակ Օբամային։ Նա գրեց, դա ընդամենը Բլիթ հարցերի տրամաբանության մեջ տված պատասխան էր, բայց քանի որ այդ պատասխանը ուշադրության է արժանացել, կպարզաբանի։ Վիճակագրորեն տիեզերքն այնքան անսահման է, որ հավանականությունը մեծ է, որ այնտեղ կյանք կա, բայց արեգակնային համակարգերի միջև հեռավորությունները այնքան մեծ են, որ մեզ այլմոլորակայիններ այցելելու հավանականությունը ցածր է, եւ ես իմ նախագահության ընթացքում որևէ ապացույց չեմ տեսել, որ այլմոլորակայինները կապ են հաստատել մեզ հետ։ 2009-2017 թվականներին Միացյալ Նահանգները ղեկավարած Օբաման նախկինում էր մեկնաբանություններ արել այլմոլորակայինների եւ ՉԹՕ-ների մասին։ 2021 թվականին ուշ գիշերային հեռուստահաղորդավար Ջեյմս Քորդենին նա ասել էր, որ պաշտոնը ստանձնելուց հետո հարցրել է, թե արդյոք կա լաբորատորիա, որտեղ մենք պահում ենք այլմոլորակայինների նմուշները եւ տիեզերանավերը։ Նրանք փոքր հետազոտություն կատարեցին եւ պատասխանը բացասական էր, ասել է Օբաման, բայց նաեւ մատնացույց է արել երկնքում դիտարկված օբյեկտերի ձայնագրություններն ու կադրերը, որոնց ծագումը այդ ժամանակ դեռ չէր բացահայտվել։ Դոնալդ Թրամփը նախկին նախագահին գաղտնի ինֆորմացիա հանրայնացնելու համար մեղադրելուց հետո սոցցանցային առաջադրանք տվեց համապատասխան կառույցներին՝ հրապարակեք ՉԹՕ-ների, այլմոլորակային եւ մթնոլորտային անհասկանալի երևույթների վերաբերյալ կառավարության ունեցած գաղտնի ֆայլերը։ Պենտագոնն այս թեմային անդրադարձել էր նաեւ 2024-ին տարեկան զեկույցում եզրակացնելով, որ այլմոլորակային էակների, դրանց գործունեության կամ առաջադեմ տեխնոլոգիաների վերաբերյալ հաստատելի ապացույցներ չկան։ Չնայած կառավարության պաշտոնյաների ժխտմանը, հանրության մոլուցքը ՉԹՕ-ների դիտումների եւ 51-րդ տարածքի վերաբերյալ դավադրապաշտական տեսությունների նկատմամբ շարունակում է մնալ ակտիվ։ Ավելի վաղ 2023-ին կոնգրեսը լսումներ էր անցկացրել անհայտ անոմալ երևույթների վերաբերյալ, բայց որևէ լուրջ բացահայտում չէր եղել։ Գիտնականներն ու պաշտպանության ոլորտի պաշտոնյաները շարունակում են կասկածամտորեն վերաբերվել այլմոլորակայինների հետ շփման մասին պնդումներին։ Այնուամենայնիվ, հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների 60-ից 70%-ը կարծում է, որ տիեզերքում ինչ-որ տեղ կյանք գոյություն ունի։ Բարակ Օբաման եւ Դոնալդ Թրամփը, որոնք վաղեմի քաղաքական հակառակորդներ են, այժմ հայտնվել են ամերիկացիներին հետաքրքրող ամենամեծ առեղծվածի կենտրոնում։ Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների կառավարության թափանցիկությունը վերջապես կպատասխանի մարդկությանը ամենաշատը հուզող առեղծվածային հարցին։ Ամենալավատեսները կարծում են, որ առաջիկա շաբաթները կարող են վերաձևավորել տիեզերքում մեր տեղի ու դերի մասին ունեցած բոլոր պատկերացումները։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։